Դիսկ էր բաց թողե։ Ես այդ դիսկը Արտուր Իսպիրյանը։ Ես։ Հա։ Դիսկ էր դուրս եկել, որը սենց էլեկտրոնիկ ձայներով էր սա, հիշում ես։ Հա։ Դե ասենք պատրաստ չէր քաղաքը այդ դիսկի։ Քաղաք սովոր չի տենց ձայների։ Ասենք շբլանո քաղաքը։ Կարտես բան։ Հա։ Ու իսպիրի հետ նստած ենք կաֆեում, չեմ հիշում որտեղ էր, Մեղեդին էր առաջվա Պավարոցի, հա, առաջ Պավարոցի էր կոչվում, բոլոր նոր հայերով հավաքվում ենք Պավարոցի, հիմա Մեղեդի օպերայի տարածքում գտնվող մի հատ կաֆե կար։ Իսպիրի հետ նստած ենք, գալիս է Հայկոն, մեր Հայկոն, ռոմանսի։ Հայկոն եկավ, դե Հայկոնը ուսես են եսկա հոր աղբերներ ջան, այդ իրա խնդալու ձևը բան, եկավ նստեց ու մի անգամից ջեբից դիսկ անեց, ասեց իսպիրան դիսկը տեմ առե, ես իսպիրան ֆրած նսած, հա, պաստորեն էդ դու էի, չար մի հատ դիսկ էին առե, մի հատ դիսկ էին առե։ Հետո բա դրա շարունակությունը կա, ասի նուն է ես անին մեր, ասի արի մի հատ իրար հետ այս դիսկի մեջ սխալվեցի, մի հատ դուետ պետք է թողեինք, որ դիսկս լավ ծախվեր, ասեց բա որ հետո իմը չծախվի։